Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը փոխանցում է Վարդանիկ օպերացիային նաև արցախցիներ են մասնակցել։ Ժողովուրդը նշում է, որ ըստ լուրերի նախկինում Մեխակյանը պետական համակարգը լքել է կաշառք վերցնելու հիմքով։ Պասն ընդգծում է, Փաշինյանին զեկուցել են, որ վաղաշաբաթի ընտրություններում կբնխայտարակ պարտություն է կրելու։ Հրապարակը տեղեկացնում է տեղ Սահմանամերձ գյուղի Ուրցասար բարձունքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր դրոշը, որի համար 14 միլիոն դրամ է հատկացվել։ Ժողովուրդը գրում է, Արաման բավարար ջանքեր չի գործադրում կանխելու կաթողիկոսի դեմ ճնշումները։ Պասն արձանագրում է, տեսանյութում նշվում է, որ հենց Լոնդոնի կողմից է մշակվել Հայաստանի համար ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է Արցախի վերջնական կորուստ։ Հրապարակն էլ նկատում է շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջանն ու 6 գյուղերը նոտար չունեն։ Ժողովուրդը նշում է, երբ խոսքը վերաբերում է իրեն քաղաքապետ դարձրած Հանրապետություն կուսակցությանը, Ավինյանի սկզբունքայնությունը կաղում է։ Փաստը կարծում է, որ Գյումրիում կատարվածն ուղիղ գծով կապված է վաղաշաբաթում սպասվող ընտրությունների հետ։ Հրապարակը գրում է, որ Սպիտակի կպական համայնքապետին մեղադրում են համայնքապետը անի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Ժողովուրդն էլ հայտնում է, որ Պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանը 3 անշարժ գույք է հայտարարել։